մենք այնուամենայնիվ շարունակում ենք նաև Լիբանանը որպես վտանգված համարել, որովհետև այնտեղ էլ կենցաղային պայմանների որևէ էական բարելավում դեռ տեղի չի ունեցել եւ արտահոսքը ակտուալ է շատ մեր ցանկությունն է իհարկե որ այդ արտահոսքը լինի դեպի Հայաստան, սակայն դրան էլ խոչընդոտող շատ հանգամանքներ կան, այս պայն նաև վտանգված լուրջ ճգնաժամային խնդիրներ ունենք Իսրայելի մեր մանավանդ Երուսաղեմի համայնքի հետ կապված բոլորին հայտնի թեմաներով կապված Պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցմամբ եւ դրանից բխող դատական գործերի հետ հիմա էլ Իսրայելի չկարծեմ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվերից սկսած ինչ որ հարկային պարտավորություններ է ներկայացրել Պատրիարքարանին, պնդելով, որ Պատրիարքարանը մի քանի տասնամյակ չի մուծել ինչ որ գույքահարկեր եւ այլն եւ պահանջում է կլորիկ այսպես գումի գումար Պատրիարքարանից, որի չվճարման դեպքում, այսինքն պետությունը հնարավոր է պատժիչ քայլերի դիմի, այսինքն պատժիչ ասելով ֆինանսական իմաստով եմ ասում, իսկ դա ինչ է նշանակում, որ ինչ որ մի ձևով այդ պարտքը պետք է փակվի, իսկ ինչ ձևով են պարտքերը փակվում, դա հավանաբար գույքի միջոցով, տարածքի միջոցով, որը ճակատագրական կարող է լինել մի քանի հարյուրամյակներ Երուսաղեմ հայկական ներկայության հետ եւ ընդ որում ասեմ այդ թաղամասը Երուսաղեմի ձեռք է բերվել մեր հայ բարերարների մի քանի հարյուրամյակների տարած այսպես շատ շռայլ եւ ծանր ներդրումների շնորհիվ Օսմանյան կայսրության ղեկավարության սուլթանի հետ համապատասխան բանակցությունների եւ ֆինանսական ներդրումների արդյունքում, այսինքն նրանք մի հսկայական առավելություն են ձեռք բերել ամբողջ քրիստոնեական աշխարհի համեմատ, փոքրիկ հայկական մեր հայ իրականությունը, մեր ազգը, մեր փոքր եկեղեցին կարողացել է մի ամբողջ թաղամաս ձեռք բերել Սուրբ քաղաքում եւ մենք հիմա կանգնած ենք այս վտանգի առաջ։ Ցավոք վտանգները տեղում են առաջանում, այսինքն դրանք չեն կապված Հայաստանի Հանրապետության հետ, բայց երբ արդեն այդ վտանգի փաստի առաջ են կանգնում, հաճախ դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, որովհետեւ մենք լուծումներ առաջարկենք, բայց ես բնութագրեցի խնդիրների էությունը եւ պատկերացեք, որքան դժվար է Հայաստանի Հանրապետության համար մի երկիր, որը նոր սկսում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա։